Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես եվրոպացի առաջնորդները Հայաստանում էին, երեք ճանապարհեցին վերջապես նաեւ Մակրոնին։ Ընդհանուր առմամբ այս գաղթաշողով ինչպես կգնահատեք, ըստ ձեզ ինչ էր տեղի ունենում Հայաստանում, այսպես Մակրոնը ցավով տարապող իրականության մեջ էինք եւ ոչ միայն չմոռանանք ով է Մակրոնը 22 թվականի Պրահայում Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչողներից մեկն է, խաղաղությամբ նրա։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, նաև խնդրեմ առանձին անդրադառնալ Ալիևի հաթաթային, Զելենսկու բողոքների Ռուսաստանից եւ իր հայտարարությունները մայիսին ինչ է սպասում Ռուսաստանում։ Այս ամենի հետ կապված համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ըստ հերթականությամբ գնանք։ Ուրեմն եվրոպացիների այցելության հետ կապված այս եվրոպական շոուն, որը Գերագույն Թշնամին ներկայացնում է որպես Իրան ճանաչող, Իրան ընդունողներ եսիմինչ տարբերակով, իսկ ցույց տալիս իբր թե ընտրություններից առաջ, որ իր համար այսքան մարդ են եկել, իրականում բացառիկ կեղծիք է, որովհետև եվրոպացիները ստեղ էին եկել երկու նպատակով։ Առաջինը դա հանդիպել Զելենսկու հետ եւ եւս մեկ անգամ հաստատել, որ պատրաստում են աննախադեպ, անչափ շատ օգնություններ եւ այլն ցուցադրելու համար, եւ երկրորդը ուրեմն հնարավորինս նախապատրաստել հող Ռուսաստանին այս տարածքից դուրս մղելու համար։ Երկու նպատակ։ Այս ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես է ուրեմն Զելենսկին արտահայտում Ռուսաստանի հետ կապված հարցերով եւ ոնց են այդ ամեն ինչի դամ բռնում եվրոպացիները։ Բայց այս ամեն ինչի հետ կապված մի այս ուրախություն, մի ոգևորություն, որ տիրում է այս Նիկոլա Զավրի ուրեմն բանակում, շարքայիններից սկսած, վերջացած քպեականներով, կա մի հատ հետաքրքիր նախազգուշացում, որ ես ուզում եմ անեմ բոլորիս։ Մենք մի ազգ ենք, որը այդպես էլ չսովորեցինք, ուրեմն դասեր քաղել մեր անցյալից, մեր պատմությունից։ Մեկ եւ երկրորդը մենք ազգ ենք, որը տենց էլ չսովորեց հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե պատասխանատու է մենակ իր սեփական անձի համար, այլ իր հետ կապված անձանց հետ։ Կին, երեխա, բարեկամ, ընկեր, հարազատ։ Իսկն ես ոչ թե միայն պիտի պատասխանատու լինեմ ինձ համար, այլ նաև բոլորից համար, ով ես սիրում եմ, հարգում եմ, ինձ համար թանկ են։ Այդ պատասխանատվության զգացմունքը բացարձակապես չկա ոչ մեկի մոտ։ Սա, չգիտեմ, այն պատճառն է, որ մենք միշտ պարտվում ենք, հողեր ենք կորցնում, գնալով քչանում, փոքրանում եւ այլն։ Պետք է հիշացնել այն պատմական դեպքերը, երբ որ հայկական պատվիրակությունները Եվրոպայից օգնություն էին խնդրում Թուրքիայից պաշտպանվելու համար եւ իրականում ինչ էր ստացվում։ Բրիտանացիները նավեր չունեին, որ պիտի բարձրանան մեր ուրեմն սարերը, չգիտեմ, այնտեղ ամերիկացիները չեն կարող այդ օվկիանոսը հաղթարեն, որ գան հասնեն, չգիտեմ ինչ էսի ինչի համար։ Ֆրանսիան մաքսիմում ինչ էր անում, երկու հատ նավեր ուղարկում, որ ընդամենը մի կերպ sense մազա ուղ ցեղած, ասենք թե մեր ցեղասպանվածների ժառանգներին ուրեմն սոված ծառավ փախցնեն Ֆրանսիա եւ օգտագործեն Ֆրանսիայի զարգացման համար։
ամերիկացիները ցեղասպանության ժամանակ որ փանուսներ էին բացել, հավաքում էին փոքր երեխաներին, կոտորված ընտանիքներից հայ երեխաներին, ու էլի տեղափոխում էին Միացյալ Նահանգներ, որտեղ էլի օգտագործում էին ուրեմն Ամերիկայի զարգացման համար։ Եվ այսօր երբ որ դու ուշադիր հետևում ես թե Ամերիկայի ամենալավագույն տեխնիկական նվաճումները պարտադիր մեջը հայեր են։ Ով է հիշում այն ժամանակահատվածը, երբ որ Ռուսաստանի կազմում մի փուճուր արևելյան Հայաստան մնացածը մեկ էլ հայտնվեց Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ Այն սոսկալի վիճակը, որևէ մեկը գիտի դրա մասին, հիշում է, երբ որ բրիտանացիները տիրապետում էին Հայաստանին։ Ինչ այլանդակություններ, սպանություններ, սով, ծառավ, համատարած աղքատություն, ստրկություն եւ մնացած ուրիշ բաներ։ Սա մոռացանք։ Ամեն ինչ մոռացանք։ Մենք մոռացանք, որ մի կերպ գոնե արևելյան Հայաստան տարածք ունենալով Ռուսաստանի կազմում մեր ցեղասպանությունից գաղթականները ուր էին գալիս։ 27 թվականին մեծ գաղթը ցեղասպանվածների, որոնց նաև շարքերում եղել է տատիկս եւ պապիկս, հետո 48 թվականին, հետո 52-53 թվականներին, հետո 60-ականներին։ Այս սա մոռացակ։ Բնականաբար պետք է մոռանանք, որովհետեւ դե եթե խնդիրը, ասենք թե այսօր այդ փարթի խորովածում գնալ, ոնց որ այնտեղ մի հատ ուրեմն վարչապետին Աստված մեծարող մի հատ փնթի մեծ ամանով sense ծերից ծեր լցված sense ուտելիքով մարդկանց հետ խոնակ խոսա վերջացնի շարունակի ուտել ծամելով պատասխանում էր հարցերին դեպի մեր վիճակն սա լինի հիմա ինչ վերաբերվում է այս Մակրոն փարթիին որը հաջորդեց ուրեմն խորոված փարթիին Այս ուրեմն արևամոլ անձնավորությունը շատ քչերը գիտեն որ արևամոլ է իսկ որոշակի ուրեմն տեղեկություններով սայտերով ցուցադրված թե ինքը ինչ վիճակում երիտասարդ տարիների գոմիկների շրջապատում ուրեմն տժժացել է ինչ տժժումներ է արել ուրեմն այս անձնավորությունը մեր փրկիչն է բարձվում է Այսինքն Պրահայում, երբ որ Նիկոլին պարտադրեցին Ադրբեջանի կազմում ճանաչել ուրեմն Արցախը եւ փաստացի նույն այս աննասուն Մակրոնի ուրեմն խավորությամբ հայաթափվեց եւ հանձնվեց եւ կորուստվեց Արցախը, եսի սա մոռացան։ Սկզբից մինչեւ վերջ։ Դե լավ եք անում, որ մոռանում եք։ Մի հատ ուզում եմ հարցնեմ, էլի 44-րդ պատերազմի քանի եվրոպական երկիր փորձեց այդ պատերազմը կանգնացնել, ինչ որ մի ձևով հայերին օգնել, հայերին տիրություն անել, չգիտեմ, լավ տիրություն չանել, քննադատել, փորձել սանկցիաներ կիրառել եւ կանգնացնել Ադրբեջանի ագրեսիան, չէ՞ որ պատերազմը մենք չէինք սկսել։ Որևէ մեկը դա կասկածում էր։ Երբ որ մարդկանց գլուխներն էին կտրում ու այդ ռոլիկները տարածում են հենց իրանք ադրբեջանցիները եվրոպական իրավապաշտպաններից որևէ մեկը դա քննադատեց որևէ մեկի մոտ մի հատ գոնե արտահայտություն եղավ ադրբեջանին քննադատող Սաֆարովի հետ կապված հունգարիան չարտահանձնեց այդ ուրեմն մարդակեր անասուն գազանին որը քնած սպայա կացինով գլխատում Իսկ դրանից հաջորդող հետո հետևանքների հետ կապված որևէ մի եվրոպական երկիր, այդ թվում նաև Ֆրանսիան, մի հատ մեղադրանք Հունգարիային հղեց այդ հարցով, որ ես ինչ ես անում արա։ Կամ որևէ մեկը մեղադրեց Ադրբեջանը, երբ որ Սաֆարովին հերոսացին, մեծացին, բնակարաններ տվեցին, չգիտեմ, հերոսի կոչումներ տվեցին եւ այլն եւ այլն։ Այդ սա եվրոպացիներն էին, այս ռուսների դեմ որ sense լարվել եք, ինչի համար։ Հիմա այս ամեն ինչի արձագանքը շատ ակնհայտ ալնելու, դուք եք վայելելու, արա։ Հեղու գազը արդեն 280 դրամ է,
Ես ձեզ խոսք եմ տալիս մոտակա 2-3 օր դա լինելու է 350-ի եւ 400 դրամի սահմաններում հեղուկ գազի գինը։ Բարձրանալու է նաեւ սովորական գազը, որը նաեւ կենցաղային գազն է։ Եթե չի արդեն բարձրացել, որովհետեւ այս ամսվա արդեն ստացված գազի կոմունալ ծախսերը, գազի համար որ վճարում եմ օգտագործված գազի համար, գինը էական տարբեր է։ Մեզ չգիտեմ, ես այդքան գազ եմ շատ վառել, որը հնարավոր չի։ Թե գինն է արդեն թանկացել, որի մասին չի բարձրաձայնում կառավարությունը։ Թե բա այդ ընտրակաշարքի ուրեմն շրջանակներով 10,000 դրամով թոշակ եք բարձրացրել։ Այդ 10,000 դրամը, ասենք թե այդ 10,000 դրամը չէր, որ ասում էիր Նիկոլ Փաշինյան, տալիս ենք ինչ անեն, ինչի վրա ծախսեն։ Տանք որին չանեն։ Հա, ճիշտ էիք ասում, որտեղ 10,000 դրամը տայեք ինչ էին անել, 10,000 դրամը ոչ մի հարց չի լուծում։ Դա ճիշտ էիք ասում, բախի այդ դեպքում բարձացիք, որովհետև ընտրություններ են։ Այսօր ձեր Ռուբինյանը հայտարարություն անում, որ այ որտեղ որ հարգելի քաղաքացիներ կզգա ընտրակաշարք են բաժանում, սենց է անմիջապես մեզ ահազանգեք տո այ թրկա հպատակ Թուրքիայում ուսում ստացած հայկական ազգանուն կրող թուրք։ Բա դուք ինչ եք անում, արա։ Այդ որ միլիարդ դրամերին հասնող իրար հետևից հենց համերգներ եք անում։ Մարդիկ սոված են։ Թոշակառուները սոված են։ Քաղաքը վխտում է ամեն մի անձրևից հետո ջրհեղեններով, փոսերով, ջարդ ու խուրտ եղած ամեն ինչով։ Այդ ամեն ինչի վրա թքած ունենակ, ճիշի կարած ունենակ ու փարթիներ, խորոված փարթիներ, սենց ճոխ համերգներ եք անում։ Ու դա ընտրակաշարք չի։ Դա ընտրակաշարք չի, ու դուք դրա համար պետք է չպատասխան տաք, հա։ Երբ որ մի հատ ձեր ԿՊԱ-ական մի հատ կապուտ աչքա, սենց այսենց էշի նման, սենց ուրցրած, ուրեմն պրոշներով մի հատ ապուշ ասում են խեք անհանգստանում։ Մեզ լարսը ոչ էլ պետք է, մեզ ինչ որ պետք է մենք Ադրբեջանից կստանանք։ Հետո նա հարցնում են Ադրբեջանից հայել, ուզում ես ասես, որ Ադրբեջանի տարածքով կգա Հայաստան կռուտի տանը, բայց ինքը այնքան ապուշ է, այնքան տուպո է, որ չի հասկանում ինչ է ասում։ Ասում է, չէ, ինչ եք ասում։ Ադրբեջանը կգա, կպտտվի, կգնա, կմտնի Վրաստան, Վրաստանով կմտնի Հայաստան։ Իրան ասում են, արդեն դեպք ունենք, որ պրյամո հենց Ադրբեջանից մտել է Հայաստան։ Դե ասում է, դա էլ է տարբերակ։ Այսինքն ամեն ինչ հանձնել են սրանք, ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Այդ ֆոնի վրա Զելենսկու հետ համատեղ ուրեմն on-line մտնում է ելույթով Ալիևը եւ աթաթա է տանում Հայաստանին, այդ նույն այն ամեն ինչով, ինչ որ մինչեւ հիմա ինքը սպառնում է Հայաստանին։ Ու դա նորմալ է։ Ու դուք հույս ունեք, որ այդ հրետորաբանությամբ Արևմտյան Հայաստան անվանումով, չգիտեմ ինչ հերթական անասունություններ բարձրաձայնելով Ադրբեջանի տարածքով լարսին ուրեմն փոխարինող մենք մատակարարում ենք ունենալու լուրջ ժողովուրդ լուրջ դուք դրան հավատում եք ինձ պրոստը հետաքրքիր է այն քանի ոնք էին հավատում էլի դրան ասենք թե մի 30-40 հազար հոգի եթե հավատում են նույն ընդունել է այլ այդ են անուղիղ 65+ են вообще ուղիղները թափած բիձեկն են ու պարավներն են որոնք вообще ոչ մի բան չեն հասկանում բացարձակապես ու էշեշ բաներ են ասում խոսում են ու տենց էլ էշեշ բաներ են հասկանում այդ մի 30-40 բայց եթե դրանից ավել է մենք խայտարակ վիճակի մեջ ենք ժողովուրդ մենք մահամերձ խայտարակ վիճակի մեջ ենք այսօր ռազմական օգնություն էր խոստվել Ֆրանսիան մի բան արել է 3 հատ ինչ որ զրահապատ մեքենա է ուղարկի վերջ հենց հիմա պատերազմ է լինելու ինչով ենք մենք կռվելու
$720 միլիոն զենք զինամթերք կա գնվել իբր թե Հնդկաստանից։ Այդ զենքը կա, ստացել ենք մենք այդ զենքը։ Անցած տարի հունիսին էի ասում, որ արդեն Հայաստանին կմատակարեն։ Հիմա նոր հեքիաթներ են պատմում, որ ուրեմն միջին հեռավորության բալիստիկ հրթիռներ են գնելու բանից Հնդկաստանից։ Հիմա երբ են Su-30-ի նման, առանց զենք զինամթերքի գնված համալյոտների նման, դրանց կրակող սարքերով որն են, մենք ունենք էտի, ինչի մեջ են էտի դնելու կրակեն, չէ՞ թե հատուկ բան ունի, իրան արձակող սարք ունի, չէ՞, ամեն մի հրթիռնից ամեն մի բանից ոչ չկարա վեկալես ու բաց թողես։ Ասենք թե մեր իգլայի վրից դուք կարեք բալիստիկ հրթիռ ուղարկիք, որը ասենք թե մեծ քանակությամբ անսարք վիճակում այս զիբիլները գնել են։ Բնականաբար ոչ, էլի։ Հիմա այս եվրոպական շոուն շարունակական ձևով փաթաթվում է որպես եվրոպական քարոզություն, այսինքն եվրոպացիները խոսք են, որ գալու են եւ օգնելու են սրան ընտրություններում, իրանք իրաց խոստումը կատարում են, բայց դրանից այնքան էլ ոչ մի բան։ Հիմա սրա ժամանակ Զելենսկին շատ սուր ուրեմն հերետորաբանություն ա ունեցել Ռուսաստանի հետ կապված մեր տարածքում, որ իրանք պատրաստվում են մայիսի 8-ին 9-ին ռմբակոծել Մոսկվան մեծ հայերենական պատերազմի կապակցությամբ շքերթի ժամանակ։ Հիմա էլ մի հատ շատ հետաքրքիր ուրեմն բան են արել, քանի որ ռուսները իրանց բացատրել են, որ մեջև հիմա հումանիտար ուրեմն հասկացություններից ելնելով չեն հարվածել Կիևին։ Եվ Ռուսաստանը զգուշացնում է, թե գոնե մի հատ դրոն կհայտնվի այդ շքերթի մոտակայքում, ապա Ռուսաստանի ամբողջ հզոր հրթիռային զենքերը Ռուսաստանը արձակելու է Կիևի կենտրոնին։ Էսի ոնց որ սրա ուղին հասել է, բայց քանի որ ինքը տրամաբանական տականք է ամբողջ իր էությամբ։ Նայեք ինչ ասում է մենք 5-ից 6-ի գիշերը 00-ից սկսած ուրեմն հրադադար ենք հայտարարում, որպեսզի այդ բանին արձագանքելով ռուսներին, ոչ թե 8-ին 9-ին, այլ 5-ից 6-ից։ Եթե հանգարց այս ընթացքում, այս 5-ին, 6-ին, 7-ին Ռուսաստանը գոնե մի հատ հարված կկատարի մեր վրա, ուրեմն սրանք դրանով կպատրեն իրանց դեմքերը, ուրեմն էսի ցույց կտա, որ Ռուսաստանը եսիմ չգիտեմ ինչ ոնց։ Իսկն խայտարակի մեկն է, էլի։ Ու բոլորդ հիշում եք, չէ, Հայաստանում ինքը հայտարարեց, որ պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ֆոսֆորային զենք չի տրամադրել Ադրբեջանին, այսինքն ամերիկյան կոնգրեսի ուրեմն ներկայացուցիչները, կոնգրեսմեններից մի քանիսը սրա մասին որ հայտարարել են, բարձրամա սուտ են ասում։ Միակ ճիշտ խոսացողը այս սուտ ասան Զելենսկին է, այսինքն թե Զելենսկին, թե իր գործընկերը ստեղի նույնպես հակառուսական տրամադրվածությամբ սուտ ասան խապան, որը գնացել է Մոսկվա վերջերս։ Այնտեղ մի հատ լավ չափալախ է կերել, բայց ստեղ եկել է հայտել աննախադեպ բարձր որակի, բարձր լավ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Պատասխանը Մեդվեդևի լսել եք, երբ որ ինքը ասում էր, որ երկու անուղիղ ռուսաֆոբներ իրանց ուրեմն օրենսիրները կորցրել են, չեն հասկանում ինչով են զբաղվում։ Մեդվեդևը հենց այնպես նման բաներ չի ասում։ Ինքը ինքնուրույն չի։ Մեդվեդևը դա Ռուսաստանի խոսքն է։ Դա Ռուսաստանի պատասխանն է։ Ու դուք ինչ եք ուզում դրանով անեք կամ ասեք։ Նորից խոսում են Թրամփի ուղու մասին, այսինքն փաստացի արդեն հակադրվում եք Պարսկաստանին։ Չգիտեմ որքանով ճիշտ է, ըստ պատտվող լուրերին Հայաստանը Միացյալ Նահանգներին խոստացել է
Իրանի դեմ իր օդանավականները տրամադրելու։ Ես կխնդրեի, որ պաշտոնական ուրեմն լրատվամիջոցները, այդ թվում նաև Փաշինյանը, սա կամ հաստատի կամ հերքի, որովհետև բավական ակտիվ սոցցանցերում այս լուրը տարածվում է։ Սա հենց չի կարող օդից վերցվի ու սենց ինչ-որ լուրեր տարածվեն, էլի։ Կրկնում եմ, կան լուրեր, ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, չեմ շեշտում կամ չեմ հիմնավորում, որ դա այո հենց սենց է բան, բայց այդ լուրերը կան եւ ես այդ լուրերը ուզում եմ, որ կամ հաստատվեն կամ հերկվեն, որ Հայաստանի Հանրապետության օդանավականները Թրամփին խոստացվել են տրամադրել Պարսկաստանի դեմ ուրեմն պատերազմում օգտագործելու համար։ Կա այդ բանը, թե չկա։ Շատ ուրախ կլինեմ, եթե ասեք չէ, չկա, որովհետև այդ դեպքում հարվածները Հայաստան Պարսկաստանի կողմից չի ուշանալու։ Ուղղակի չի ուշանալու։ Ես ուզում եմ հասկանամ, ասենք թե սա կա, թե չկա։ Պահանջում եմ ես ասեք, որտեղ սա ինձ վախացնում է։ Վախացնում ոչ թե ես եմ վախում, արա, ես վախում եմ իմ պետության համար, ոչ թե իմ համար։ Գալով նորից Ռուսաստանին, Հայաստանի հետ կապված ինչպեսի արձագանք կլինի ըստ ձեզ։ Ես կարծում եմ արձագանքը արդեն հնչել է, եւ այդ հնչել է հենց Մեդվեդևի ուրեմն բառապաշարով։ Արդեն գիտեք, չէ, որ բավական լուրջ զենք զինամթեր կա եւ այլ տեսակի միջոցներ է գնացել Կուբա Ռուսաստանի կողմից սուզանավներ, բաներ եւ այլն, եւ ես շատ վստահ եմ, որ Ռուսաստանը, եթե նորից վերսկսի պատերազմը, ուրեմն Իրանում, ուրեմն այս անգամ բավական ակտիվ է մասնակցելու ի օգուտ Պարսկաստանին, որովհետեւ Պարսկաստանի ձախողումը պատերազմում անչափես վնասում է հենց Ռուսաստանի անվտանգային հարցերին։ Ընտրում շատ էական ու շատ կտրուկ։ Նույնը վերաբերում է Չինաստանին եւ բնականաբար անուղիղ կլինես, որ չհասկանաս, որ սա նաեւ ամենամեծ հարվածն է լինելու Հայաստանին։ Փաստացի այսօր շատ մեծ վտանգ կա, որ այդ ամբողջ պատերազմը տարածվի Հայաստանով եւ սկսվեն Հայաստանի վրա եւ Հայաստանից գործողություններ։ Սա շատ վտանգավոր է, իսկ Ռուսաստանի արձագանքը լինելու հետեւյալը, նույնիսկ եմ ասում, 2-3 օր սպասեք, հեղուկ գազը շատ ակտիվ բարձրանալու է։ Այս դեբիլ աղջկա հայտարարությունները, որ Լարսի փոխարեն մենք ունենք Ադրբեջանի կողմից մատակարարման հնարավորությունը, որը շատ ակտիվ ու շատ լավ աշխատում է, կթանկանա մեր բնական գազը, բնականաբար, եւ դրա հետ կապված ուրեմն թող ոչ մեկ արդեն չզարմանա, եթե դրուկ Ռուսաստանը այս տարածքում իր ներկայությունը ապահովելու նպատակով անտեսի Հայաստանին եւ հայերին եւ շատ ակտիվ սկսի համագործակցել թուրք-ադրբեջանցիների հետ, որտեղ ուրիշ չար չեք թողում դուք այդ երկրին։ Դուք ուրիշ հնարավորություն այդ երկրին չեք թողում։ Իրան պետք է ստեղ լինել, որովհետև Պարսկաստանի սահմանի հետ կապված ինքը ունի որոշակի անվտանգային կարևորագույն շահեր։ Դուք ուզում եք այդ շահերից իրան զրկեք, փորձեք։ Ուղղակի փորձեք։ Հիմա շատ այնց հետաքրքիր ձևով որ ուշադիր հետևում ես ցանցերին, այն բանը Վահագն Ալեքսանյան, то ես չգիտեմ ինչքան անուղիղ անխելք մարդ կա այսօր, միայն հակառուսականությունից են խոսում։ Հակառուսականությունից, ուրեմն Սամվել Կարապետյանից եւ մնացած ուրիշ բաներից։ Ինձ օրինակ հետաքրքիր է, էլի, այսինքն դուք գոնե հասկանում եք այ խելոքներ, որ դուք իրականում դրանով հակաքարոզություն եք անում հենց ձեզ եւ էական բարձրացնում եք այդ Սամվել Կարապետյանի ռեյտինգը։ Թե չեք հասկանում։ Իբր թե
Սամվել Կարապետյանը հələ մի հատ սրանց ստի գագաթնակետը էլի լսեք։ Այսինքն սենց ստի ու անընդհատ է այդ սուտը, այն Աբաջանի պապիկին հիշում եք, չէ՞։ Այդ կարգի ստերը անընդհատ է եղել այս երկրում։ Ու ոչ մի Նիկոլա Պաշտի վրա դա չի ազդել, դա խնդալու է, չեմ հասկանում։ Այդ աշճանի տուպոյ ոնց կարելի է լինել։ Մարդը հայտարարում է, որ գիտեք չէ, Սամվել Կարապետյանը որպեսզի Ռուսաստանը օգնի իրան ընտրվելու համար, խոստացել է 300,000 հոգի զորք ուղարկի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ կռվելու համար։ Արա դեբիլ, 300,000 հոգի զորք Հայաստանը այսօր ունի, ասկին ունի բնականաբար, բայց այդ 300,000 զորքը որ ուղարկեց, բա իր երկիրը ինչով է պաշտպանելու։ Հորը տան պոլիպեդով արա դեբիլ։ Ես ինչ հիմարություն ես ասում։ Ոնց կարա այդ մարդը տենց բան խոստանա, որ դա անհետեցություն է, ու իրականությունն է չի համապատասխանող բան, արա։ Դու Ռուսաստանում, Ռուսաստանի օգտին, լիքը կռվող պետություններ կան, որ մեծ հաճույքով պատրաստ են ուղարկեն իրանց զորքերը։ Ուղարկել են, հենց նույն Հյուսիսային Կորեան, օրինակի համար։ Ինչ չես ասում, արա, դեբիլ։ Ասա չի կարելի, հասկանում եք, այդ աշճանի սուտ խոսալ։ Գիտեք ոնց, դուք այդ սուտ խոսալու հոգեբանական տեխնոլոգիային չեք տիրապետում, փորձը ցույց տալու։ Որտեվ սուտը պետք է նենց ասես, որ ինքը ոչ միտեղ կասկած չառաջացնի, որ ինքը սուտ է։ Ոչ թե այն աշճանի սուտ ասես, որ մարդիկ մտածեն, արա դե ոնց կարելի է այդ սուտ խոսալ։ Դա չի անցնում արդեն։ Այս մարդը չէր կարա դες բան խոստանալ, ինքը ապուշ ինքը չէր կարա մի բան խոստանալ, որը ի վիճակի չի կատարելու։ Եվ դրա մասին հայտարարել ես, եթե դες բան ասել է, դա պետական հանցագործություն է, ապացույցները ներկայացրեք։ Ապացույց ներկայացրեք, քրեական գործ հարուցեք, ապացույցներ, որ այս մարդը նման խոստումներ ա տվել, կարակ է դա արեք, դա պրոստը հենց օդի մեջ կրակեցիք, ասեցիք ու ձեր զոմբիները ձեզի ծափ տվեցին, վայ, տեսնում եք, այս ինչ վիճակ է, հա։ Այդ աշճանի սուտ խոսալ չի կարելի, ու դրա համար պատասխան եք տալու։ Օրենքով եք պատասխան տալու։ Դա քրեական հանցագործություն է։ Ու շատ լուրջ քրեական հանցագործություն է։ Հիմա վերադառնանք ուրեմն Զելենսկիի սուտաբանությանը։ Այս բոլորը մոռացաք, որ ամենաառաջին ինքնաշնորհավորել Ալիևին Արցախի հետ կապված։ Ամբողջ Ուկրաինայի տարածքով պաստառները Ղարաբաղ ցե Ադրբեջան, շնորհավորական բաներ, սրտիկներ կապված Ադրբեջանի հաղթանակի հետ, այդ սա մոռացաք։ Առաջի Արցախյան պատերազմում, ուրեմն եթե Զելենսկին ուզում է ինձ հերքի, թող փորձի։ Ամբողջ դիպուկահարների վաշտերը եղել են կոմպլեկտացված ուկրաինացի կանանցով, զինվոր զինծառայող կանանցով։ Ամբողջ դիպուկահար կազմը, հիմնական դիպուկահար կազմը եւ ամբողջ ուրեմն օդաչուների կազմը Ադրբեջանի կողմից նույնպես եղել են ուկրաինացիները։ Առաջի Արցախյան պատերազմում բացի դրանից որ Սովետը, Գորբաչովը, այսինքն մի բան ինչ որ արել է Գորբաչովը, գցել ռուսների վրա, դա նույնպես տականքություն է, որտեվ ռուսները Գորբաչովի հետ կապ չունեն, Գորբաչովի կնիկը թուրք էր, ինքն էլ երևի թուրքի խառնուրդ էր, ու ինքը Ադրբեջանա հետ էր։ Ինքը ամբողջությամբ ինչ արեց բացարձակապես Հայաստանի դեմ իր նման տականք եւ հայերի հանդեպ հայկական պետականության համար թշնամի նույնիսկ Ալիևը չի։ Ու Գորբաչովի արածը տականքությունը գցել ռուսների վրա, դա նույնն է, որ ասենք թե գվեկալեք, ասեք, արա դե տեսակ Ստալինը Ղարաբաղը այդ վաղտվանից են ռուսները մեր դեմ sense ինչ որ բաներով։ Հիմա զենք զինամթերքը ամբողջությամբ բացի սովետական միությունից մնացած այնտեղ որ Հայաստանից սաղ հանվեց Գորբաչովը սաղ մինչև վերջի հատիկը այդտեղ զենք զինամթերքը տանկեր, բետերներ սաղ սրբեց տարավ
Ադրբեջանում թողեց Գորբաչովը, ոչ թե Ելցինը կամ հետո իրան փոխարինող Պուտինը։ Գորբաչովը դա արեց։ Այդ ստոր սրիկան թուրքը արեց։ Բացի դրանից, Ուկրաինան էլ շատ լուրջ զենքման, ոչ թե վաճառեց, այլ նվիրեց ադրբեջանցիներ մեր դեմ կռվելու դեմ։ Զավիշտալին գիտեք ինչն է, Ուկրաինայում ապրող ուկրաինացիները շատ մեծ հարգանքով են վերաբերվում իրանց մոտ ապրող հայերին, շատ մեծ հարգանքով, միջև հիմա էլ դա այդպես է։ Ու ինձ միշտ զարմացրել է, որ ոնց կարա տենց բաներ, որ ժողովուրդը իր մոտ ապրող հայերի նկատմամբ դրսերում է շատ լուրջ դրական վերաբերմունք, պետական մասշտաբով այդքան թշնամական վերաբերմունք։ Ու դու այսօր Զելենսկին գալիս է ստեղ Ռուսաստանի ուրեմն ողեմից թշնամին, ստեղ հակառուսական ելույթները ունենում, ամբողջ այդ եվրոպական շոուն ստեղ հատուկ Զելենսկու հետ հանդիպելու համար է եղել, ոչ թե սրա համար է եկել Եվրոպան, որ խափում ասա, էս էլի է խափում, հասկանում եք, որ եվրոպացիները եկել են իր համար։ Ու հետո մի հատ այսօր էլ ինձ հետաքրքիր նոր քիչ առաջ բան ասեցին, էլի որ իր սեփական ընտրությունների համար Մակրոնին ոչ մեկ այդքան չի տանջել, ինչքան էսիա իր ընտրությունների համար Մակրոնին տանջել։ Տարելա Գյումրի էլի համերգներ, ինչ որ բաներ։ Այդ փողերը որ ծախսվում է։ Արա մենք բյուջեում այդքան փող ունենք։ Այդքան փող ունենք, երկիրը կարգի բերեք, էս ինչ վիճակում է երկիրը։ Մեր Երևան քաղաքում փողոցները ինչ վիճակում են։ Մի հատ մի փոքր սելավ ալնում։ Մեքենաները կանգնում են, որովհետեւ միջև պատոանի ծերը ջուր է լցվում։ Այս սրանով խիչ եք զբաղվում որ։ Հիմա սա քաղաքում մեկ ինչ որ փոսերից sense կարկատաններ եք անում, 5 օրյա բաներ եք, հա, ասֆալտներ եք անում, sense կտոր sense բաներով, ինչքան փող եք դրա վրա դուրս գրում։ Այ քաղաքապետարան կարա ասեք Ավինյան։ Այդ դրանից ինչքան փող եք ուտում։ Իսկ դուք ընտրակաշառքով չեք զբաղվում, ոնց չեսնի sense սուտասաններ եք, էլի։ Չեսնի խափեպաներ եք։ Ամենամեծ կաշառք բաժանողը այսօր դուք եք։ Աննախադեպ մեծ կաշառք բաժանողը այսօր ընտրակաշառքի մասին է խոսքը։ Հենց դուք եք։ Ուղարկի, էլ ասելու բան չի։ Ընդ կապանում ինչ որ մի հատ կնոջ են բռնել, ինչ որ բուկլետ էր բաժանում։ Սախ լուրը տարածեն, հələ կարծարշավ, հələ տեսեք ինչ անում։ Այդ պերաշկի ու կուկուրուզ կրծելով ավտոբուսով որ դուք շրջում եք, էդի հեչ։ Այն որ սենց հատուկ ձեռառնող սիմվոլիկա է արվում։ Այսինքն կրծքին կպցնում է իբր թե Հայաստանի քարտեզը, որի տեսքը այդ պայն իր ձեռի կրծած կուկուրուզը ունի, թե գույնով, թե տեսքով։ Էդի պատահական է։ Լուրջ եք մտածում, որ էդի պատահական է։ Ու լոճո բերան են փչացած ատամները, որ սենց են գազանի նման այդ հարցակված այդ կուկուրուզը լափելով սենց ուտում են, էդի պատահական է։ Կարեն համեստ ուտեն, չէ՞, դա շնորհ կարա։ Պետական ղեկավար է ուտելու պրոտոկոլ կա, ասենք թե ձև կա, դու տենց միտեղ գնաս ուտես, քեզ էլ երբեք այդ, ասենք թե ընտրիկների չեն հրավիրի միջազգային ատյաններում, որտեղ դու խայտարակություն ես դառնում, ոչ թե մենակ պետության համար, այլ այդ պետական ընտրիկի կազմակերպման համար։ Միջազգային ստանդարտներ կան, ոնց պետք է պատարակախը դնես, երբ սկսես ուտել, ինչ ձևով պետք է այդ անես։ Այս ամեն ինչի համար մարդիկ հատուկ ղեկավարներին, հատուկ կցում են մասնագետներ, որոնք սրանց այդ հարցում սովորացնում են, կրթում են, խոսալու բառապաշարն են ճշտում, ու եւ այլն, տեսքն են բարի կարգում, առաջարկում են ինչ տեսքով որտեղ գնան, ասենք թե Անգլիայի համար ընդունելի է որ դու սենց հագնվես,
Իտալիայում լրիվ կարաս ուրիշ ձև լնես, Աֆրիկայի Կոնգոյում կարաս սպարտիվկայով գնաս ֆրֆռաս, խոսքի օրինակ։ Հետևաբար այսօր այդ Զելենսկի Ալիև այդ բանը, որ մենք այսօր ականատես եղանք այս եվրոպական շոուի ժամանակ, ինձ շատ մտահոգում է, որովհետև նման ապտակ, հակառուսական ապտակ, հələ այս իշխանությունները չեն արել ռուսներին, ուստեղ ինչա դու հաստատի ինչ մուռ ես հանում, հա, Ռուսաստանից, որ քեզ Մոսկվայում ծեծ են արել, Մակրոնի խոստովանությունները կարանք հիշացնենք, էլի, որ քանի որ իրանց Ռուսաստանը Աֆրիկայից դուրս է մղել, իրանք դրա համար էլ հիմի Ռուսաստանին անդրկովկասից են դուրս մղում, որի նաև գործողություններից մեկը եղել է Արցախի հանձնումը, իսկ հիմա նաև Հայաստանի հանձնումը։ Համեմատություն ունի Մակրոնի, երեք ասում է 20 թվականի պատերազմի տեսակ չէ Ռուսաստանը ինչպես ձեզ մենակ թողեց։ Ու մի հարցը Իսկ բանը, ասենք թե այդ ժամանակ իրանց մեկը հարցրեց, բայց այնուամենայնիվ պատերազմն էլ ի վերջով կանգնացրեց։ Մակրոնը կանգնացրեց, իսկ այդ պատերազմի ժամանակ Մակրոնը, ասենք թե Ռուսաստանը մեզ մենակ թողեց, Մակրոնը թող գար մեր կողքին կանգներ։ Զորք ուղարկեր, զենք զինամթերք ուղարկեր, Ադրբեջանին աթաթատար, սանկցիաներ կիրառեր։ Մակրոնը էդի որ ասում է, ինքը ինչ արել, այսինքն նման բան ասողը պետք է կապ մինիմում ինքը էդի ինչ որ դրա հետ կապված արած լներ, որ իրավունք ունենար ինչ որ մեկին մեղադրել, այլ մենք արեցինք, իրանք չարեցին։ Ով արեց։ Ուկրաինան արեց։ Ֆոսֆորային զենքեր օգտագործելով մեր դեմ եւ շնորհավորելով առաջինը, շնորհավորելով Ալիևին։ Ֆրանսիան մեզ ինչ որ մի բանով օգնեց, Մակրոնը մեզ մի բանով օգնեց։ Ասենք թե լավ, ընդունենք, որ ինքը ճիշտ է ասում, Ռուսաստանը ձեզ մենակ թողեց այդ պատերազմը։ Ռուսաստանը հոկտեմբերի 6-ից սկսած 3 անգամ առաջարկել է պատերազմը կանգնացնելու, այս մեր վարչապետը մերժել է։ Վերջել է, ասենք թե նոր երրորդ առաջարկին համաձայնվել է, որովհետև ինձ թվում է ոչ էլ առաջարկ է եղել, արդեն պարտադրանք է եղել Ռուսաստանի կողմից։ Երբ որ արդեն լիքը բաներ անվերադարձեր, ծանրաբեռնված էր, ծանրացած էր եւ այլն եւ այլն։ Ռուսաստանը համաձայն է, Մակրոն ջան։ Ուրեմն մեզ մենակ է թողել պատերազմի ժամանակ, կապ չունի, հա, հոկտեմբերի 6-ին, հետո հոկտեմբերի 19-ին, հետո ես չգիտեմ էլի ես անընդհատ Պուտինը կապի մեջ է դուրս եկել եւ առաջարկել է իր հնարավորությունով պատերազմը կանգնացնել։ Էսի մերժել է, դա լավ չկար, խոսքի տես բան չի եղել, այդ որտեվ 2 օր հետո կամ 10 օր հետո, կամ ընտրությունների անմիջապես քարոզարշավի 5 օր առաջ Հիշեք խոսքերս, ինքը դա էլ է ասել, որ Պուտինը սուտ է ասում, որ 2 անգամ առաջարկություն արել պատերազմը կանգնացնելու, ասելու է դա։ Հիշեք իմ խոսքերը։ Ասել որ Պուտինը սուտ է խոսում, որ տես բան չի եղել։ Մակրոն ջան, մեզի Ռուսաստանը մենակ է թողել, իսկ դու ինչ ես արել մեզ համար։ Եթե դու մեզ մենակ չէիր թողել, զորք ես մատակարարել, զինամթերք ես մատակարարել, հետախուզական տվյալներ ես փոխանցել, Ադրբեջանի դեմ սանկցիաներ ես կիրառել, Ադրբեջանին աթաթա ես տվել, ցես գործողություններ ես արել, ակտիվ մասնակցել ես ցենց եւ այլն։ Այդ դեպքում հա դու կարաս իրավունք ունես ասել, որ Ռուսաստանը ձեզ մենակ է։ Դու ինչ ես արել, որ Ռուսաստանին դրանում մեղադրում ես։ Ես թվում է ակնհայտ ստորություն է, էլի տականքություն է։ Այսինքն իր երկրում ընդամենը մի 7-ից 10% ռեյտինգ ունեցող մի հատ սուտասան էլ է, էլի որ եկել է այստեղ ու բանա տեսել եք, չէ՞, այնտեղ Փաշինյանի, եթե չեմ սխալվում, Փաշինյանի ձեռքը սենց գոմիկների նման գրկած փողոցով քայլում էին։ Կարող է Փաշինյանը չի եղել, բայց տես տպավորություն կար, էլի, այսինքն տեսքով բանը, որտեղ վերևի մասը ցույց չէին տալ։ Մենակ լրատվամիջոցները գրել էին դրա մասին։ Ինչևից է բոլոր դեպքերում
լկտությունը իհարկե շատ մեծ է, լավա գոնե այդ Եվրոխորհրդի ղեկավարն է, ինչ որ մի քիչ չորոտ, շատ մի քիչ նես թեթև չորոտ է պատասխանել Ալիևի հաթաթային, բայց պատասխանել է եւ վերջ։ Տենց թեթև չրփել է մի թեթև տենց բաներով։ Ոչ Ալիևին վիրավորող կամ Ալիևին ուրեմն կանգնեցնող, սթափեցնող որևէ մի բան էլի։ Ու շարունակել են իրենք իրենց արածը։ Դե սրանք կատեգորիկ հերքում են, որ պատերազմը իրանք են բերել, ասում են, դա սաղ նախկիններն են արել։ Իսկ երբ որ ինքը բանակցությունը սկսում էր իր սեփական կետից, դա նախկիններն են արել։ Երբ որ ասենք թե ինքը ազգային ժողովում խոստովանում է, որ օրով, ժամով, տեղով սեպտեմբերի 27-ի պատերազմի սկզբի մասին տեղեկացրել ու ոչ մի բան չեն նախաձեռնել։ Երբ որ կան հստակ ապացույցներ, տվյալներ, որ երրորդ բանակային կորպուսը խնդրել է, աղաչել է, որպեսզի իրան թույլ տան ադրբեջանցիներին թիկունքից խփել, ստաբիլիզացնել ուրեմն ճակատը եւ դրանով պարտության բերել ադրբեջանական զինված ուժերին թույլ չի տվել, որ մոբը կանգնացրել է, դա սա նախկիններն են արել։ Բացարձակապես, երբ որ կոչեր անում, որ ժողովուրդ գնացեք ձեզ համար լապատկա, կասկա, մեկ էլ բրոնիզիլետ ճարեք ու գնացեք պատերազմ կռվեք։ Իսկ այն մոբը թողած կամավորականներին ուղարկում էր մահվան բերան։ Դա սա նախկիններն են արել։ Այս տականքը չի արել։ Այն երբ որ ինքը հայտարարություն էր անում, հələ դեռ երկրորդ օրը պատերազմի։ Եկեք մենք մի բան հասկանանք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Էդ էլ մոռացանք, չէ՞։ Էդ էլ էին նախկինները։ Եղբայր, եթե դու քեզի ասոցիացնում ես նախկինների հետ, ու դու այդ նախկիններից ես, այդ դեպքում ես քո հետ համաձայն եմ, հա, այդ 4 պատերազմները բերողը ուրեմն նախկիններն են։ Բայց քո դեմքում, հասկանում ես, ոչ թե Քոչարյան, չգիտեմ, Սերժ Սարգսյան, Լևոն Անտեր-Պետրոսյան, ոչ թե իրանց դա քո դեմքով։ Ինքն է պատերազմել, ինքն է պայմանավորվել, ինքն է Պրահայում Արցախը հանձնել։ Այո, միանշանակ այո։ Միանշանակ այո։ 27-ի պատերազմի հրահարողը սեպտեմբերի 27-ին 2020 թվականին։ Սա միայն Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն է եւ անմիջական մեղավորությունն է։ Պատերազմի ընթացքում դադարեցնելը մոբի ուրեմն գործողությունները, զենքի մատակարարությունները, սահմանում ուրեմն կանգնացնելը, նաև կամավորականներին գերեթե թույլ չտալ հասնել ուրեմն ճակատ եւ կռվել հանուն Արցախի, այս ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Այն որ Հադրութի տարածքում հայտնաբերվում են եւ հայտնվում են իսկական հայկական օրիգինալ անձնագրերով եւ հայկական համազգեստով թուրք ադրբեջանցիներ։ Մեղավորը դու ես Նիկոլ, ու այս ամեն ինչի հետ կապված մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ ոչ մեկ։ Միմիայն ինքը։ Ավելի ճիշտ ոչ թե միմիայն ինքը, այլ ինքը եւ նրան այս իշխանությանը դրա համար բերողները եւ այս ընթացքում այս ամեն ինչի կատարման կուրատորները։ Ու հրանքները ինքը կատարել է, կատարում է ու կատարելու է։ Ու վերընտրվում է ինքը հենց նրա համար, որ շարունակի եւ ավարտին հասցնի։ Այն ինչ որ սկսել է, այսինքն Հայաստանի ոչնչացումը, լուծարումը։ Մենք նույնիսկ 10 օր վիլայեթի կարգավիճակ չենք ունենալու։ Չի լինելու տենց բան, որ դուք մի 10 օր ձեզ լավ զգաք, թուրքը գած էս ինչ որ ծաղիկներ տա, ոնց որ այն առաջի չվերտի ժամանակ аэроպորտում էին այն բաներին, ստամոքսապաշտ այն առևտրական հոգի ունեցող
իբր թե հայերին ծաղիկներով ընդունում են, իրանք էլ sense երջանիկ այդ ծաղիկներով։ Տեսնում եք թուրքերը իրանց եղբայրներն են, իրանց եղբայրներ էլի։ 10 օր չի տևելու էդի։ Անմիջապես քոքը տալու են սաղի։ Ամբողջ հայ բնակչության քոքը տալու են։ Երբ որ Ադրբեջանը ասում են հիմա էլ է հայտարարում, ոչ մեկ արցախցիներին չի վտարել, ով է վտարել։ Իրանք տենց որոշին, արա, ինչի տենց որոշին։ Մի մարդու նման խի որոշին հելնեն գնային։ Այսօր հիմա եկեղեցիները քանդում ես, գերեզմանները ավիրում ես, այս ամեն ինչի հետ կապված արցախցին ոնց մնար այդտեղ։ Ոնց կարար այդտեղ մնար։ Դու Արունախում ցեղասպան ժողովուրդ ես, ոնց կարաս ասես, որ իրանց ասում են, որ կարային մնային այնտեղ, թող չգնային այնտեղ, պայմանները, քիչ ես ասում, ինչ պայմաններով պետք է մնային այնտեղ։ Ինչ պայմաններ էր, չի բարձրաձայնել։ Ադրբեջանական պասպորտ, այնտեղ չգիտեմ, հավատքի, ես չգիտեմ ինչ, եւ մնացած լիքը բաներ, որ ասենք մարդկանց համար բարձր ընդունելի չէր։ Դու իրականացի իրական ցեղասպանություն, որովհետեւ մարդկանց տեղը անանելը նույնպես ցեղասպանություն է։ Սենց կարող եմ պատասխանել։ Ես եմ շնորհակալ։